Շանթ հեռուստաընկերությունը և HD Production-ը ներկայացնում են։ Դիմավորեք Հովհաննես Դավթյան։ Բարի երեկո շատ սիրելի հանդիսատես, սիրելի հետևորդներ և հեռուստադիտողներ, սա HD Stand-up-ի ամանորյա տոնական թողարկումն է HD Production-ի YouTube կանալիքով և Շանթ հեռուստաընկերության եթերում կարող եք եկել։ Ողջույն բոլորին, բարձր տրամադրություն եմ ցանկանում, լավ եք, լավ է տրամադրությունը։ Բայց ոնց որ տոնական չէ տրամադրությունը, տոնական է տրամադրությունը, թե ոչ։ Մարկա դեսենց է ծափարում, մարկա ուշ, խառնա ծափերը, երևի ովքեր արդեն պատրաստվել են նոր տարվան բան չունենան, հանգիստ խղճով շլխ, իսկ ովքեր դեռ լիքը հոգս ունեն, փլախ, գրողին լնի, հաշտերս թարթին տարին վրած էլի բան չենք հասցրել, ովքեր են ուրախ և ովքեր տխուր, եկեք հստակ, ովքեր ուրախ են, որ ամանորը եկավ, մի հատ դուք ծափահարեք ենք։ Ես ինչքան ուրախ մարդ կա, հրաշալի։ Իսկ ովքեր են ոչ ենքան ուրախ, որ նոր տարին եկել ամի դիլխորներով մի քանի հոգի, ինչ որ բան չեք հասցրել, չհասցրեցին, բայց պիտի նշեմ, որ այս վերջին ժամանակներում այդ չհասցնելու խնդիրը չկա, արդեն շուտ ենք սկսել պատրաստվել, նկատել եք Ամերիկայից օրինակ վերցրեցինք, թե ինչ, 2 ամիս առաջվանից են, որ գաց այդ նավագոտնի բաների մեջ կարճ թև մայքով քայլում ես, մեկ էլ տենում ես Ռասիայի մոտ տոնածառներ են ծախում արդեն։ Կամ օրինակ նոյեմբերի կեսից այս տարի հրապարակի տոնածառի կարկասը գցեցին, չէ՞։ Կառավարության շենքի վրայի լույսերը, թեկուզ տներում էլ, առաջ մինչև ինչ։ Ասեք, ինչ էիք ասում։ Հա, համաձայն եք, ուղղակի խանգարում էիք, հասկացա, չէ, եթե բան եք ասում, տներում էլ ասում եմ սկսվեց, չէ, արդեն տենց, առաջ հիշում եք մեր մամաները, պապաները, մինչև դեկտեմբերի 20-ը ոչ մի խոսակցություն չկար նոր տարվա մասին, մինչև դեկտեմբերի 20-ը հլը դեկտեմբեր ամիսներ, տենց, կոմունիստական բանով աշխատում են, դաստիարակությամբ, 20-ի կոմեր, 22, 23-ի կոմերը նոր մամայի խուճապը սկսում էր, գալիս էր ասում էր պապային, այ տղա, 7 օր մնաց նոր տարուն, չենք հասցնում, պապաները հանգստացի աղջի մի շաբաթ կա, դե ինչ էլ եք, հասցնենք, թե ինչը չէին հասցնում, էտե չեմ հասկանում, այ մամա ջան, ստալիշնին պատրաստ չլնի կամ չոլկետ ֆենաշ չլնի, 12-ը չի խփել, ուրիշ ձև էր էլի։ Այն ժամանակ երեխաներին էլ, հիշում եք տոնածառային ներկայացումների էին տանում հստակ, հիմա կա տենց բան, չգիտեմ, հա, ցիրկ էին տանում, հիմա հերիք չի ցիրկը չկա, անենց զանազան խայտաբղետ բաներ կան, ցիրկի հավես էլ չկա, օրինակ, մա ինչեր կան, Christmas market, չէ, գնացել եք, civil yarmarka էլի, Christmas market էինք տարել երեխուն, նենց ուրախ էր, այգիներում հիմնականում, երեխուն տանում ես մի երկու բան առնում ես, նենց թանկ են հաշվում, նոր տարվա սեղանի փող չի մնում։ Տեսնում են երեխու հետ, համեցեք, նայեք, սովորական բաժակ է ինքը առաջին հայացքից, բայց կնոպկան սխվում ես գրում է 2025, ոու, մամա ուզում եմ, առնում ես, նայեք, տրիդե նկարա ձմեր պապիկի, կպցնում եք երեխայի գլխավերևում, նայում ես, խզբզած է ոբշե, ես երեխաս ավելի լավ կնկարը։ Քայլում ես, մի քիչ էլ մտնում ես մեծերի բաժին, կարճ շորիկներով ձյունանուշիկները, հոտ-դոգ են ծախում վրետ։ Չի հանդիպել, ձերի վրա գարջիցա պզզսնեն, չէ, ասում ես, կնդատ հետ ես, սրում ես թեմա, ասում ես, չէ, ինչ գարջիցա պզզսնել, գարջիցա պզզսիր, գնալու ես տուն, թեմա է դարնալու, ասում ես, չէ, պետք, մի երկու քայլել ես գցում, գլինտվեին կցանկանաք, ինչ, գլինտվեին, տակ գինի, էդ էլ նոր բան է, գլինտվեին, խուժանական բառ ոնց որ լինի, ասում ես ավելի լավ է հոտ-դոգից վրա գարջիցա պզզսնեին, քան գլինտվեին,
Մեկ էլ այդ պահին կինդ կյանք փորձենք էլի գլինտվեյնն ենց հետաքրքիր Ահա ջազ գատուցա բզզելու թեման սրի որ դու գլինտվեյնով հետաքրքրվես հանգստացի էլա բայց վերցնում եք ամեն դեպքում դե մի բան որ կինը տա ուզում պարտադիր պիտի վերցրեք վերցնում սկսում եք խմել այդ գլինտվեյնը տաք գինին բոլոր խաղերը խաղացին քմել գլինտվեյն խմում ես քոնը խմում ես արդեն քեֆդ լան հա Կինը իրան տալիս ասում խմի էլի ես չսիրեցի իմն էլ խմի ինքը գիտեր է որ չի սիրել ինքը սկի սառը գինի չի սիրում ուր մնաց տա այդ նախապես գծած ծրագիր է ինքը երկուսն էլ տալիս է դու խմես քեֆդ լավանա որ ինչ ուզի առնես այդ ցիվիլ յարմարքի ու սկսում արի ես Տնակը առնենք, էլի տոնածառի տակի տնակը կդնենք տան աուրանն ենց կփողի, ասում ես հա, վերցնենք, բան։ Այն անցած տարվա առաջ եղնիկների հետ կդնեմ։ Չնայած այն եղնիկները արդեն հին է, կարելի է նոր եղնիկներ առնել։ Արա եղնիկի նորը որն է, դրա նորը որն է մանու։ Եղնիկ է էլի արա։ Եղնիկ արա։ Հին ու նոր եղնիկ, նոր տնակ, նոր Փայտի օծի տարի է գալի կյանքս, փայտե օծեր առնենք մի 20 հատ, ախպեր խի 20 հատ, որ ով գատուն հյուր տանքը, դու էլ արդեն քեֆդ լավ, գլինտվեյնը տվել է գլխի տակ, ասում ես արմերն են կյանքիդ բա նոր տարի առ, փայտե օծել առ, մի խոսքով ինչ կա չկա, առնում ես, հասնում ես տուն, տեսնում ես 150,000 դրամ ծախսել ես ոչ մի բանի վրա, ասում ես ինչ վազա է, 30,000 դրամ, էդ թողում եմ ասում, ինչ վազա Այդ գործի տեղը Secret Santa ենք խաղում, կարող է նվեր տա։ Օրա Secret Santa, այդ ինչ մոդան։ Խաղում եք։ Ովքեր են խաղում Secret Santa։ Բայց լավ բան, հա, ձեր կարծիքով։ Շատ կտրուկ մտավ մեր առօրյա, չէ՞, մի ժամանակ չկար։ Մի ժամանակ հստակ էր ժողովուրդ, ով ում ինչ պիտի նվիրի, չէ՞։ Շոր կոշիկ մաման պապան էին նվիրում, տրուսիկ մայքեն տատին պապին էին նվիրում։ Մնացածն է կոնյակ, շամպայն, բամբաներ կա, տենց անցնում գնում էր։ Հիմա տենց Secret Santa, առնում նվեր ես տալի, չգիտես էլ ում անունն ես քաշելու։ Կարող անենց մարդու անուն քաշես, չես է ուզում ախպեր իրան նվեր տաս։ Կամ ամենաանարդար կողմը, կարող դու նա թանկ նվեր առնես տաս, քեզ գա անգնի մի հատ զաժիգալ կա։ Մենք զաժիգալ կեն հասնում ատեղ ջոգում ես ով է քո նվերը տվել։ Կոլեկտիվի քձիպ է։ Փոխվեց, շատ բան փոխվեց։ Շնորհավորանքներն էլ փոխվեցին։ Հիշում եք ինչ ջիգյարով բոլորին շնորհավորում էին նոր տարում։ Թեկուզ ծանոթ, անծանոթ, մտնում էր ասենք հունվարի 1-ին, 2-ին հաց առնելու, բարև ձեզ, ասում էր, ձեր նոր տարին շնորհավոր, մի հատ մատնակաշ կտակ, ինքն էլ բարև ձեզ, ձերն էլ շնորհավոր, չկա մատնակաշ։ Դիֆիցիտ էր այդ օրերին։ Բայց միտքը էլի շնորհավորում էին, ջերմ բոլորին շնորհավոր։ Հիմա այդ 2 տարի առաջ մտա, թե անցած տարի էր։ Հացի խանութ, էլի այդ օրերն էր հունվարի առաջ, հա։ Բարև ձեզ, շնորհավոր ձեր նոր տարին ցես, ահա, Ան իմ սև սիրտքով արդագույն նոր տարի, մատնակաշ տվեկած լիստից առաջ, ինչ էր արել։ Ողքել է, էլ չեն ուզում շնորհավորեն իրար մարդիկ։ Փոխվեց, այդ ջիգյարը, էլ իրար տուն չեն գնում, ինչի ման, հիշում եք բոլորս, բոլորի տուն գնում ենք, մենք ձեր, հետո դուք մեր, հետո մենք իրասինք, իրանց, հետո մենք նրանք, բա դուք մեր տուն չեք, հետո դու մեր, արա բնենք նրանք, բոլոր, էդ է մի բան չեր բան չունեմ, ասում, բայց գնում էին բոլորը, հիմա սկսել են չգնալ իրար տուն արդեն քանի տարի, հետո սկսեցին զանգելով շնորհավորել, զանգում շնորհավորում էին, հետո սկսեցին մի քանի տարի զանգել նույն բարերը անգիր արած, ասել դնել նույն շնորհավորանքները Հիմա ընդհանրապես Facebook-ով ստիկեր են ուղարկում։ Գիֆ, արա, գիֆ։ Շնորհավոր բան, happy բան, happy new year։ Էն էլ փոխանակ գոնե մի վարկյան ժամանակ տրամադրի, մի ստիկեր էլ ինքը ուղարկի։ Պրոստը սրտի կա դնում նրա ստիկերը։ Սիրելի հանդիսատես, ամանորյա պրեմիերա Երևանում։ Նոր տարվա լիմոնադ։ Հունվարի 7-ին, 8-ին եւ 9-ին ժամը 19-ին Սունդուկյանի անվան թատրոնում։ Շտապեք ձեռք բերել ձեր տոմսերը, քանի որ դրանք սպառվում են շատ արագ։ 12-ը խփում է ու ամենապուպուշ փշաքաղեցնող բանը, չէ՞, ասեք որ տենց է։ Շնորհավոր նոր տարի ու գմփոց, ծմփոց, ամեն ինչ սկսում է գմփալ այդ պահին։ Տներում շամպայներն են գմփում, փողոցներում սալյուտներն են գմփում։
միջանցքներում, պատիեզներում բոմբոչկեքն են գմփում, կլուբներում ջահելներն են գմփում։ Մենակ գիտեք ովքեր չեն գմփում, այս սուսուփուս նոր տարի անողները, հանդիպել եք։ Այդ կատեգորիան գնալով շատանում է այդ մարդիկ, չեք տեսել ես վերջերս ինձ, այ մարդ չիմանանսկի, որ նոր տարի են քանում, սուսուփուս փագում դռներ, լուսամուտներ, բան վարակույներ փագում, շնորհավոր նոր տարի։ Եվ սուրբ ծնունդ, շշուկով, արա չգիտես իշքար էլ թակում, բայց մեկա գալու է, չգան, մարդ չգա, զահլա չկա, մեկա այն դեմիդ յազվա հարևանը գալու է, դու հո գիտես։ Մի օր պահեցիր, 2 օր, հունվարի 3-ի առավոտը տանտիկինը կամաց դուրը բացում է, զիբիլը դնի պացեստը հետ գալ, այդ դնելու պահին դեմի դուրը բացվում ան։ Յամ, արգոջան, շնորհավոր նոր տարի ազիս, 10 րոպեից գքամ, արա ուր գքաս, այդ մարդիկ քեզից են ուխոդելում, ուր գքաս։ Ու ստիպած, արի, եղամ գնարի։ Հայացքով հասկացնում որ չգաս, բայց նա պադոշ է, բդի անպայման։ Որ գալիս է ամուսին էլ, գեղամ ջան, տանեմ, ինչ լավ արին եկար բան կնիկը, յանի ինչ էինք պայմանավորվել, այ տղա։ Բայց կինը միակ կերպարն է պիտի խոստովանենք, որ կարոմա ցրի է հարևաններին, հա։ Ով իրան հոգեհարազատ չի, ինքը շուտ տենց, ասենք չգիտեմ, վատ սեղան է դնում, իրա ձեռը չի, վատ որն է, գաչ քսողի սեղան է դնում, հա, սպանիր, պամիդոր վարունգ, երշիկ, բժշկական։ Յանի 10 րոպեից ոտդ ստեղ չտենանք, գեղամ ջան։ Այդ զարմանում եմ, գիտեք այդ ամանորի իրար շնորհավորող հարևաններին, ինչ-որ տես ձևականություն կա, համամիտեք ինձ հետ, թե չէ։ Ովքեր են համամիտ, որ դա ինչ-որ բեմադրություն է դարել կեղծ։ Հիմնականում, դե լավ, գիտեմ, լավ հարևաններ ունեք բոլորդ, բայց հիմնականում, գիտեք ինչից եմ հասկացել, օրինակ, մեկի տանը, հա, գնացել են հարևան տուն, նոր տարին շնորհավոր են, նստել, կերել, խմել, բարեմաղթանքներ ասել, ընտիր։ Հիմա պիտի գան իրանց տուն, այդ ովքեր որ գնացել են։ Կանան, չէ, բոլորով հավաքվեն, գան մտնեն իրանց տուն, չէ։ Սրանք գալիս են, ինչ-որ 10 րոպե ձևական, տեխնիկական ընդմիջում են պահում, այդ ինչ թատրոն է բեմադրած, ես չեմ հասկանում։ Այդ 10 րոպեն ինչների դա պետք, էլի։ Ասենք սալաթի սմետանն են թարմացնելու, պապի նկարն են դզելու պատի վրա, թե կանտով կենա մաքրելու, փոշինի, ինչ են անում։ Գալի նստում 10 րոպե ստից, մեկ էլ գալիս է, բարև ձեզ, ստից։ Շնորհավոր, վայ։ Ինձ տարի ձեր տանը քեզ չեմ պաչել, ազիս, դե աղբակ հումոր կա, չէ։ Յանի վերջի անգամ մեր տանը պաչվանք։ Դες մի պաչ, մի պուժ, նորից նստում են, արա նորից նույն խմիչքները, նորից նույն ուտելիքները, նորից նույն կենացները։ Կես ժամ առաջ նա էր նրան համոզում, որ ուտին հայր ձևեր թափում, հիմա սա սրան համոզում, սա ձևեր թափում։ Կես ժամ առաջ ընդեղ են իրար լավն ու բարին մաղթում, հիմա ստեղ են իրար լավն ու բարին մաղթում։ Շատ հաճախ էլ լինում այնքան են խմում, վերջում տալի իրար լավն ու բարին մաղթում են, քաշում են վրա։ Բայց ամեն դեպքում ինչ էլ որ լինի նոր տարին ամենագեղեցիկ, ամենասպասված տոնն է։ Համաձայն եք ընկերներ, թե ոչ, որ այդպես է։ Նոր տարի, այո։ Ուղղակի ցավոք սրտի վերջերս նոր տարի ասում ենք տոն չի ասոցացնում, հա։ Մի տեսակ ծախս է ասոցացնում։ Ասում ես նոր տարի ծախս, որտեվ հələ հիշեք, սեղանի վրինները, դուխովկի մեջինները, պլյուս կանանց այդ մակիաժ տատուաժ չգիտեմ ընդեղ ինչ կա, մանիկյուր, պիդիկյուր, բամպրոշ, մազ, բուդ, խոզի, բոլորը ծախս է։ Ամսվա վերջում հաշվում ես, հասկանում ես եկքա փոստ ես ընկել։ Օրինակ այսօր էլ կարող ասես վերջում տենց մտածեք ու ասեք, որ պետք չէր այսօր գալ ստեղ, հա։ Կան չէ տենց աղջի ջան դե լավ, հայանի այդ իլաքետ Հովանեսի ստենդափ են, այդ փողով էլի մի ծակ կփագեինք։ Ես ես ասեմ, սա ծակ փագելու փող չի, սիրելի ընկերներ։ Եկեք պայմանավորվենք տենց, հա։ Ծակերը կփագեք ծակ փագելու փողերով, հա։ Սա ապահովում է ձեր տարեսկզբի ուրախ տրամադրությունը, ծիծաղը, լավ ժամանցը, ոչ մի ծակ։ Էլ ինչա նոր տարին։ Ցուցադրվելու միջոց։ Դուք համաձայն եք, որ մենք ազգովի ցուցամոլության գագաթին ենք ապրում։ Եթե համաձայն եք, դուք դա կարող եք հաստատել ձեր ծափահարություններով։ Խայտարակ ցուցամոլ ենք, խայտարակ։ Օրինակ ինչից եմ ասում, ինչից եմ ենթադրում, շատ բաներ կան իհարկե, բայց այդ նոր տարվա օրերին էլի ավելի ակներև է դառնում, հա։
Օրինակ, երբ որ տանը մենակ ենք, այն ծերը թռած բաժակներով կխմենք, հա? Գույնը թափած ափսեներով կուտենք։ Հենց հյուրա գալի սերվիզի ամանները հանի։ Սերվիզի, տանտիկինն ասում ամենամեծ, այն որ մեր հարսանիքին են նվիրել։ Իր հարսանիքն է գիրեք երբ էր, կես դար առաջ։ Արդեն իրանից բոյով թորներ ունեն, են մեր հարսանիքի սերվիզի հարսին գործի ադնում։ Հարսնել դե ոնց կարա մերժիս կիսուրի ասածը գնում հանում, բայց դողալով ադնում։ Դրգիդի հետ ամաններից մեկին հանգարց մի բան եղավ, կիսուրը ոբշեմ, դենց կծի լուսամուտից։ Վերում դնում իմացակ չէ, որ ափսեներն են, նկարներով մեջը, ունեք չէ տան։ Են որ մի հատ տղա է, ոտը ծառին ծալացս բանդոլինա նվագում, բեսել է։ Կողքերն եմ 5-6 հատ աղջիկներ գունավոր շորերով, վերներով։ Այս սրանից էլ է մի խոսքով, հա, սենց մի բան։ Ունեք չէ։ Բոլորը։ Այս մենակ նոր տարուն ենք դնում, նկատել եք, մեկ է շատ կարևոր առիթներին, շատ կարևոր, ասենք, չգիտեմ, աղջկա ընկերն է եկել տուն, կամ հատկապես տղայի ընկերուհին, նշանածը, որ շուտով իրանց հարսն է դառնալու, այն որ մատաղի գարի դեմքով գալի նստում է, մեջքը ուղիղ գլուխը կախ, ոտերը պինդ իրար սխմած, արա հետ կոմպին դուր է սխմի, այ աղջիկ ջան, չփախավաս կցան, Կվազնյակա ինչ աներու, սեքիպ եմ, որ ես շատ խելոք բան, բայց հայացքով գիտեք ինչ ասում, սպասեք հեսա գամ ձեր տուն, տեսեք ոնց եմ, Սկիսում այրիկներ գալի նստում ակողքը, սկսում բաներ դնել, տարբեր, լծնում, սարա սարկում, բոր, գիտի է, որ չի ուտելու, ամաչելու է, դրա համար ասաղ բրդում, ինքան է լսնում, սաղ նկարները պագում այն, ոչ են բանդոլին նվագող տղային այրևում, ոչ են հատկապես աղջիկները հովհարով, այս կերազիշ ճան թարմա, ես որ չուտես կնեղանամ, ես էկլերը այսօրվա է բալիկ ճան, ես որ չուտես կարասել ինձ բարև չտաս, ես եթե չուտես իմացի էլ ինձ չես ճանաչում, երազումա որ չուտի հանկարծ, որ էլ իրար չճանաչեն, այդ ես ծխկվում այս երևում։ Սիրելի հանդիսատես, ամանորյա պրեմիերա Երևանում, նոր տարվա լիմոնադ, հունվարի 7-ին, 8-ին և 9-ին, ժամը 19-ին Սունդուկյանի անվան թատրոնում։ Շտապեք ձեռք բերել ձեր տոմսերը, քանի որ դրանք սպառվում են շատ արագ։ Առևտրից էինք խոսում, չէ, նոր տարվա, ոնց է կատարվում հայ ընտանիքում առևտուրը։ Այս մարդն ու կինը ում պատմում եմ, դրանք դες պայմանական կերպարներ են, հասկանում եք, միջին վիճակագրական հայ տղամարդը ու իր միջին վիճակագրական հայ կինը։ Դուրս են գալիս առևտրի, ոնց է լինում, գնում են սուպերմարկետ, հենց մտնում են ներս, մարդը ասում է, ստե մի հատ տղա ինչ ճանաչում է, գնամ էդ ինձ լավ միս է տալել, լավ միս, սենց է ցույց է տալել, ես հասկացել եմ հայ տղամարդու համար, կարևորը լավ միսն է, մնացածը հետ, լավ միս, գնում է, կինն էլ դե գնում է սկսում է առևտուրը, բանջարեղենից սկսում է, տենց հերթով մուզ, վերցնում է ամեն վարունգը մի հատ տենց սխվում է տեսնի ձիկա թե չէ, որը թուլա շպրտում է, այդ վարունգը չի կարա անցնի երկրորդ փուլ, մյուսն է վերցնում էլի ձիկ, ինձ թվում է սրանք իրար են տենց ընտրել, գիտեք, մարդը նայել է կանգավորը լավ միս ալի, կինն էլ նայել է, ալա, մի խոսքով, չխորանանք, ինչքան եք սիրում ես պոշլի բաները, վայ, ու գիտեք, ինչ, դա է իրականը, չէ, ու գիտեք, որ պամիդոր վարունգն է այս կինը տենց ընտրում, տենց էնտուզիազմով, որ բոլորին ընկերուիներին ասում, աղ չի, սեզոնի պամիդոր վարունգը հեչ ուտելու բան չի, պլասմասի համ է գալի, նախ ուզում ես հարցնես տիկին ջան, դու պլասմասի համը որտեղից գիտես, երկրորդն է որ տենց պլասմասի համը գալի, են չես ամեն մեկից 5 կիլո առնում, այ գյորմամիշ, առնում է, բանջարեղենը անցնում է մրգերին, դե մրգերը ոնց է, սկզբում, քանի որ շուտով գալիս է նոր տարին, մի հատ նախապես տանձ խնձոր մանդարին, որ չմոռանա, հետո բանանն եք ընտրում, չէ, կանայք, բանանը հիմնականում ընտրում են, որ խակ լինի, որ միանգամից չփչանա, այդ օրերի ընթացքում հասնի, հետո որ հասած են առնում, մի քանի օրից լղկում է մինչև նոր տարի ստիպված տալիս են երեխեքը ուտեն, հարագա,
Որ խեղճ երեխեքը իրանք է չեն հասկանում, ինչի 5 օր վրա առավոտից իրիկում բանան են ուտում։ Նույնը կատարվում է անանասի հետ հունվարի կեսերին։ Արդեն լղկում արագ նաղդում են երեխեքի վրա։ Բայց մինչև նոր տարի երեխեն ձեռքցում անանասին, տախ մի հատ տալիս է։ Հյուրերը կան գտան նոր։ Անանասը շատ միջայլոց հետաքրքիր միրգ է, արքայախնձոր։ Ինքը միշտ վազայի կենտրոնում է, չէ՞։ Ու մնացած բաները բթածակող են, մանր, հուներ, մրգեր հետ։ Այդ ես նմանացրել եմ միշտ կառավարության նիստին, գիտեք, մի տեսան անանասը վարչապետն է, կենտրոնում, ովքեր էս նախարարներ, չգիտեմ, падգամավորներ, մարզպետ, բան, օրինակ դեղցը նման է լավ կարմրաթուշ մարզպետի, հա՞, դեղցը մարզպետը լինում է երկու տեսակ՝ սովորական ու պճղովի։ Եթե նորմալ աշխատում է սովորական մարզպետ է, հենց համը հանում է բռնում սարքում են պճղովի։ Ու բռնողն էլ գիտեք ով է, կարալյոկը, հարկայինը։ Պետք է ուտելուց զգուշ լինես, որ չխեղդի, չափավոր ուտես։ Շատ հետաքրքիր միրգ է կերպարատանձը, այդ են օլիգարխ падգամավորն է, որ անանասը ինչքան ուզում է փոխվի, չփոխվի, իր տանձին չի, իր գործերը միշտ լավ է։ Դե մանդարինը քաղաքապետն է, տոնական տրամադրությունն է ապահովում, բացում ես մեջն էլ ավականիներն են դիլիմ նստած։ Դե իսկ մեր նախագահին նմանացնում եմ կոկոսի։ Կոկոս, որ չգիտես ինչի համար է, ոնց են ուտում, ինչ է այդ տեսես, ոնց պետք է արվի։ Բայց հաստատ սաղին էլ կայֆ է տալի, որ կոկոս էլ կա է։ Դե իսկ վազի ամենագլխին թափված է խաղողի վազը, դիլին, բան, ինչ էր կոչվում, հատիկները, գիլեքը կախված են, դրանք էլ ես նմանացրել եմ լրագրողներին, որ խցկված այդ նախարարների, падգամավորների, պարոն վարչապետ, ներողություն մի հատ, պարոն նախարար, իսկ ներիք, աղջիկ ջան, վազնանց, ես քո վազը չի, վազի գնա քո վազը, չես հասկանում։ Միշտ լինում է այդ խաղողի գիլաների մեջ, այսինքն լրագրողների մեջ մի հատ հատիկ, որ արանքը ճղում է ու դառնում է անանաս։ Իդեպ անանասը հիշում եք առաջ ինչ թանկ էր։ Ես երեխա եմ, սենց աղոտ եմ հիշում 90-ականներին, արա այդ ինչ թանկ էր, հիշում, տենց էր, թե չէ, կարող է սխալ եմ հիշում։ Ես հիշում եմ մի պահ, որ տես կամ անանաս պտի դներ սեղանին, կամ մնացած սեղանը, այ տենց թանկ է։ Ու էլի կային տենց ուտելիքներ, մրգեր, փառք Աստծո, կարգավորվեց, հիմա ամեն ինչն էլ հասանելի է։ Հիմա մենակ իկրեն է, որ ոսկու գնի հետ պահում է, ոսկու կուրսի հետ, չէ՞, տենց ասենք սև իկրեն է, որ մարդու կին առևտուր են անում, մարդը նայում է, սիրտը ուզում է վերջի անգամ սովետի թվին է կերել, ասում է կնիկ կարող է մի բան կիկրավել, կարա կնիկն էլ, վայ, քձի պանիկյոր, մատերին ալ կարմիր մանիկյոր, այ, կարող է բանկից վարկ վերցնենք, որ մի բանկա իկրա վերցնենք։ Մեկ էլ հիշում է, որ հարևան Գոհարը 2 բանկա վերցրել էր, լավ վերցրա, 4 բանկա վերցրա, մոռացավ արդեն վարկի մասին։ Կարևորը Գոհարի հետ բանի մտնելն է, չէ՞։ Խոսքով վերցնում են, լցնում են սայլակները, ֆուլ, էլ տեղ չկա սայլակի մեջ, գնում են արդեն գալիս է կասայի փուլը, դրա մարկղների, որ վճարեն դուրս գան, այդտեղ էլ կանայք դուք շատ ճարպիկ եք, բան։ Մենք գնում ենք այն ամենաերգար հերթի փոչին կպնում կայնում ենք, տենց, չէ՞։ Կինը նայում է որտեղ է քիչ, այնտեղ քիչ, արի, այն հերթը կարճ է քաշում մարդը։ Չէ, այն ավելի կարճ է, այն մեկը կարճ է, արի, այ կնիկ ջան, տես կարճին վազեցիր, էլի որ դրան ուզեցիր։ Գնում են, սպասում, մի կերպ հասնում է հերթը, սկսվում է տուտերի սիմֆոնիան։ Չգիտեք տուտերի սիմֆոնիան։ Տուտ, որ գլուխդ գնում է, մի միձը զամբյուղ, տուտ, այդ հերիք չի, բանն էլ իր հարցերով է հարցախեղ տանում, զեղչի քարտ ունեք, ասում ես չէ, բոնուս քարտ ունեք չէ, կուտակային քարտ ունեք չէ, քեզ թվում այս անձնականիդ մեջ է, երեխաներ ունեք, իսկ ունե ձեռներդ գործ ունեք, վայ աղջիկ ջան։ Այդ պայն էլ մի հատ տատի է գալի, ուզում է հերթը առաջ գցի, հեղի ժպիտով նայում է դեմքի, Պալա ջան, իմը մի հատ կակավո է, էլի, ես շուտ անցնեմ, կակ տակավո, մի հատ կակավո է, ասենք, յանի, ասմա կոնը երկար է, էլի, ես էլ սիրով հա, մայրիկ ջան, խնդրեմ, հազիվ մեկը ասել է կոնը երկար է, ոչ չզիչի,
Կնիկը միշտ հակառակն է, չէ՞, գրուզի տանում Սահքյան։ Իվասկով առնում են, լցնում են, սամասվալ են անում մեքենաները, տանում են տուն, ու ես միշտ մտածում եմ, արա, այդտենց մեծ սառնարան կա, որ այդքան ապրանքը տեղավորի։ Միշտ մտածել եմ, լլումա տներում տենց մեծ, իհարկե չի լինում։ Դրա համար մեծ մասը մթերքի տեղավորում են որտեղ։ Սառը սենյակում։ Միշտ կա, չէ՞, տենց մի հատ ցուրտ սենյակ բոլորի տներում։ Այն որ պոլերը սառնա, է։ Չիմացաք որն, այն որ տատին է այդտեղ քնում։ Խեղճ տատին 80-ից հետո մանրից սովորացնում են այդ ջերմաստիճանին։ Գիտեք ինչ սենյակը, այդտեղ տատին ալնում, մանդարինը, ջրեղենը ու նապալյոնը։ Տատին հեշ կմտածեր, որ օր ծերություն Նապոլեոնի հետ է քնելու, բախտի տերը թաղեր։ Մեկ էլ օղիներն են դնում, օղիները այդ սենյակում, վեդ, միջքը բան, են որ ռեկլամին են խապնվել, երկու յաշիկ առել են, բայց զիբիլ է, թափելու բան է, ռեկլամ է, որ այս կաթնային ֆիլտրացում անցած, մաքրամաքուր ժումքից զտված մեր օղիները կդառնան ձեր համանորյա սեղանի զարդ, արդ սեքսուալ ձենով էլ կարդում ա տենցյանի սեքս շոպի ապրանքներ ա գովազդանում արական, օղի ա էլի եղած արդ։ Ընդհանրապես վերջի օրերին սկսում ա, չէ, խայտարակ սուտ գովազները, աննախադեպ առաջարկ բան, սաղ աննախադեպ են, չեք ճոք է, աննախադեպ առաջարկ, գնիր 2 iPhone 3-ի գնով, վաու, սաղ ազգով ասում եք 2 iPhone, բերում եք տուն արա 2 iPhone 3-ի գնով արանք, ապուշանոց, էլի, Բայց կոշիկի խանութները մի մարդու բոյի գրում են 70% զեղչ, մոտենում ես տեսնում ես տակը գրածա մինչև 70%, դե լավ ասում ես մտնեմ, բարև ձեզ, ինչ լավն է, սա 70% ասը, չէ, դա զեղչված չի, նոր տեսականի է, լավ, իսկ սա 70, չէ, դա 20% է, իսկ են մեկը դա 30, իսկ 70-ը որն է, 70-ը ճիշտ ասած մի զույգ էր, ես եմ հակել, այս սենց խապեություններ, բա հերուստատեսային գովազները, որ չեն թողում շունչ քաշես, կինո ես նայում ենքան գովազդանոտում, մորանում ես ինչ կինո էր նայում, վերջերս մի հատ ֆիլմ էի նայում, ուժս, էդ ինչքան գովազդ մտա, այն որ ամենակուլմինացիոն պային, տապորը ձերը տղեն գալիս է մանյակը, հա, որ պտի տապորի աղջկան, մեկ էլ ներկայացնում ենք ձեզ նոր զուգարանի թուղթ մենթոլի համով, արեք, չես հասկանում, լուրջ դուք մտածում եք, որ այս պահին ճիշտ ժամանակն է ինձ զուգարանի թուղթ առաջարկեք արա, շատ էլ որ ուժս եմ նայում, կամ մենթոլի հոտով զուգարանի թուղթը որն է, այդ արտադրողները չգիտեն, որ մարմնի են մասը, որը առնչվում է զուգարանի թղթի հետ, նա հոտարությունից զուրկ է եղբայր։ Չէ իսկականից էլի ասեմ, մենթոլի հոտով համով կարա լինի կոնֆետներ, ծամոններ, էդ հասկանալի է։ Այն որ քսում ես բեհանը ծամում ես առաջի մի քանի վարկյան զուգարանի թուղթը ինչ իմաստ ունի։ Օգտագործում ես դուս ես գալի, Սիրելի հանդիսատես, ամանորյա պրեմիերա Երևանում։ Նոր տարվա լիմոնադ։ Հունվարի 7-ին, 8-ին եւ 9-ին ժամը 19-ին Սունդուկյանի անվան թատրոնում։ Շտապեք ձեռք բերել ձեր տոմսերը, քանի որ դրանք սպառվում են շատ արագ։